Փաշինյանի քաղաքական իշխանությունը գտնվեց ավելի ուժեղ, քան վեհապարի հոգևոր իշխանությունը։ Հաջորդը հենց ինքն է, վեհապարը։ Կամ ինքը կհեռանա հանգիստ ու Փաշինյանը կնշանակի մեկ այլ դրածով վեհապարի, կամ էլ բանը կավարտվի բախումներով։ Սակայն հաշվի առնելով երեկվա տեսածս ինչպես էջմիածնում, այնպես էլ դատարանի դիմաց, կարող եմ գրեթե 100% վստահությամբ ասել, որ այս շոուն ավարտվելու է առանց Արյան, առանց բախումների ու առանց Փաշինյանի պարտության, որքան էլ շատերի համար սա տխուր թվա։ Փաշինյանն իր խորհրդատուներով ու աջակիցներով թիրախային մեթոդաբար շարքից հանում է բոլորին։ Իրեն շարքից հանել չեն կարողանում, այն էլ ոչ էլեկտորալ ճանապարհով։ Փաշինյանը գնում է ռուսական թևի տոտալ թուլացման ճանապարհով Հայաստանում, սակայն գուցե դեռ ամբողջությամբ չի հաշվարկել, որ եթե Հարավային Կովկասում թուլանում է մի տարածաշրջանային տերություն, աներկբա ուժեղանում է մյուսը։ Իսկ եթե հաշվի առնենք, թե պատերազմական ինչ ծանր վիճակում են գտնվում Իրանն ու Ռուսաստանը, ապա հիմնական խաղացողը այստեղ կդառնա գոնե թե մոտակա տասնամյակում հենց Թուրքիան։